Դեռ նախորդ տարեվերջին էր նշվում, որ աղբանության վճարը 2025-ից կթանկանա, մինչև այս աղբանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ, ըստ շնչի, նոր նախագծով 2025-ից այն կհաշվարկվի ըստ մակերեսի, 1 քառակուսի մետրի դիմաց 13 դրամ։ Զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր որոշ խավերի համար աղբանության վճարների գծով արտոնություն սահմանելուն։ Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված, կամ անհայտ կորած, կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող բնակելի նպատակային նշանակության շինությունները մահվան վճարի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ 0% դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով 100% արտոնություն։ Առաջարկվում է նաև միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձանց պատկանող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբանության աշխատանքները կատարելու դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ 0% դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով ևս 100% արտոնություն։ Մյուս կետը դա ամսական մինչև 10 կՎտ էլեկտրաէներգիա, այսպես կոչված փակ դռներ սպառող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբանության վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի էլի 0% դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով 100% արտոնություն։ Արտոնության տրամադրման հիմքում հաշվի է առնվել երկու հանգամանք։ Առաջինը Երևանում բնակարանների միջին մակերեսը, որն ըստ զեկուցողի շուրջ 70 քառակուսի մետր է։ Դրանից ելնելով 65 քառակուսի մետրը գերազանցող բնակարանների մասով տրամադրվում է արտոնություն։ Իսկ երկրորդն այն է, որ բնակելի մակերեսի մեծացմանը զուգընթաց բնակվող անձանց թիվը չի ավելանում նույն համաչափությամբ։ Դրանից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետր գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար նախատեսվում է սահմանել 50%-ի չափով արտոնություն, իսկ կանատական բնակելի տների համար, քանի որ իրենց միջին մակերեսը ավելի մեծ է, 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր մակերեսի համար 75% արտոնություն, ինչպես նաև առանձին կանգնած, այսպես ասած, ավտոտնակների համար, առանձին շինությունների համար ևս 100% արտոնություն։ Հակոբյանի խոսքով հաշվի առնելով, որ մինչև 90 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանները կազմում են ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 90%-ը, կարելի է եզրակացնել, որ բնակարանների սեփականատերերի շուրջ 90%-ի համար աղբանության վճարը կտատանվի 300-ից 1000 դրամի սահմաններում, իսկ անհատական բնակելի տների համար միջինում 500-ից 1300 դրամի սահմաններում։ 800 դրամ ասելը կամ չգիտեմ 1000-1200 դրամ ասելը դա մարդկանց շեղումա կամ մարդկանց մանիպուլյացիա անելը։ Աղբանության վճարը թանկացել է եւ ավելի շատ գումարը հավաքվելու մարդկանցից քանց միջ հավաքվել է միջ 2025 թվականի հունվարի 1-ը։ Օրինակ 90 քառակուսյանոց բնակարանի համար, որը բոլորս պատկերացնում ենք, որ բավականին մեծ մակերեսով բնակարան է, աղբանության վճարը արտոնության տրամադրումից հետո կազմելու 1008 դրամ։ Եթե ձեր գնահատականն է, որ 1008 դրամը դա էական, չգիտեմ, թանկացում է կամ ավելացում է, ձեր իրավունքն է։ Երևանի ավականու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանին էլ ավտոտնակների մասին հարցներ հետաքրքրում։ Ըստ նրա շատ ավտոտնակներում գործունեություն են ծավալում արհեստավորները, բիզնեսով զբաղվող այլ մարդիկ, աղբ են գեներացնում եւ քաղաքապետարանն էլ մատուցում է ծառայություն։ Հետևաբար ինչու են այդ մարդիկ արտոնություն ստանում։ Այս արտոնությունը տարածվելու է, եթե բնակելի նպատակային նշանակության շինությունը հենց այդ նշանակությամբ օգտագործվում է, երբ որ քաղաքացին ինքը արդեն այլ նշանակությամբ է օգտագործվում, այս դրույթը իր վրա չի տարածվելու, որը 2012 թվականից գործող պրակտիկա է։ Հարցուպատասխանին հաջորդեցին ելույթները։ Ավականու ընդդիմադիր անդամները հիմնականում չհիմնավորված համարեցին աղբանության վճարի փոփոխությունը, զուգահեռներ անցկացնելով տրանսպորտի ուղևորցի կարմիր գծերի վճարի փոփոխությունների հետ։ Ես ընդունում եմ նաև իմ մեղավորությունը այստեղ, որտեղ ինձ այստեղ ուղարկել են, որ իպեսի չլինի նման բան։ Այս ամենով հանդերձ փոխանակ մտածեն այդ խոտանները վերացնեն, վերանայեն փաթեթները, ստեղծեն փաթեթ մարդկանց համար, ով 2 անգամ է երթևեկում, մտածում են տուգանենք։ Բայց ձեզ ով պետք է տուգանի, պարոնայք, ձեզ ով պետք է տուգանի, որ երրորդ անգամ է սկզբից բերում եք նախագիծը, հետո փինաչի դերձակի պես փորձում եք նստացնել, այստեղից վերցնեմ, այնտեղից լայնացնեմ, այստեղից կտրեմ, սա է, եթե մեկը պիտի տուգանվի եւ պատժվի, ապա դա նման որակի նախագծեր բերողն է։ Տիկին Աբգարյան, դուք Երևան համայնքի կենտրոնական ամբիոնի մոտ քիչ առաջ սուտ խոսեցիք։ Դուք նշում եք, որ մի կին, որը ունի 3 երեխա, որի ամուսինը մահացած է, իր ընտանիքը որևիցե համատեքստում չի օգտվում
արտոնության որևիցե փաթեթից եւ այն ընտանիքները, ովքեր որ ունեն 3 անչափահաս երեխա եւ ամուսինը կամ կինը մահացած է լինում, նրանք նաեւ օգտվում են Փարոս համակարգից եւ տվյալ պարագայում ոչ թե միայն 3 երեխան են օգտվում արտոնությունից, այլ տվյալ մայրիկն է օգտվում է 20% արտոնության փաթեթից։ Ես ուրախ կլինեմ, որ դուք ներողություն խնդրեք ձեր ասածների համար։ Չնայած փոխադարձ վիրավորանքներին, հակասական կարծիքներին, այս որոշումն ընդունվեց 43 կողմ, 3 դեմ, 14 ձեռնպատ ձայներով։ Նոր աղբավայրի կառուցման համար 3 ուղղությամբ ծրագրեր կան։ Այս մասին էլ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավելելով ընդհանուր առմամբ հավաքագրել են փաթեթների առաջարկները, որոնց հիման վրա պատրաստել են երկփուլ մրցույթ։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։